մեջ խոսքը սկսել ուզում եմ մի փոքր վկայությունով կիսվել, թե որը եղավ պատճառը եւ առիթը, որպեսզի այս ձևաչափով նույնպես ծառայեմ Տիրոջը եւ գիտեմ, որ դա ձեզ համար կլինի եւս մեկ անգամ խրախուսանք, ավետարանչություն եւ դուք էլ վստահ եմ կհետևեք իմ օրինակին։ Գիտեք, երևի մի ամիս առաջ, երբ որ սովորաբար աղոթում էի Տիրոջը, խնդրանքս էր, որպեսզի Տերը ցույց տա ճանապարհ այն, որպեսզի ավելի մոտենամ իրեն, որպեսզի ավելի ճանաչեմ, ավելի դռներ բացի իմ առաջ, որպեսզի ավելի ճանաչեմ իր սիրտը եւ գիտեք, երբ որ խնդրում էի Տիրոջը, այնպես մի անգամից սրտից դրվեց, որ ավելի շատ ծառայեմ իրեն, ավելի շատ մոտենամ իրեն ծառայության մեջ եւ ասեմ ձեզ, երբ որ որոշում կայացրեցի, որ ավելի շատ ծառայեմ, այսինքն այս ձևաչափով նույնպես ծառայեմ Տիրոջը, միանգամից արգելքներ առաջացան եւ արգելքները ավելի շատ ոչ թե հոգեվոր մտքի արգելքներ են, այլ ֆիզիկապես արգելքներ առաջացան եւ Փառք Աստծուն հովիվ հետ խոսալուց հետո ամեն ինչ հարթվեց։ Եվ երբ որ որոշումը կար, որպեսզի ծառայեմ այս ձևաչափով, մնում էր падգամի տեքստը, ոնց որ ընտրեմ եւ ընտրեցի падգամի տեքստը ծառայության վերաբերյալ, Աստծուն ծառայելու սկզբունքի եւ խորհրդի վերաբերյալ եւ падգամս վերնագրել եմ Աստծուն ծառայելը երանելի է։ Գիտեք, երբ որ մենք կանգնում ենք Տիրոջը ընդունում ենք որպես մեր կյանք Տեր ու Փրկիչ, կանգնում ենք հավատքի ճանապարհին, յուրաքանչյուր մեկս սկսում ենք անցնել ծառայության ուղի։ Առանց ծառայության, Տիրոջը առանց ծառայելու հնարավոր չի հավատքի կյանք ապրել։ Եվ ինչ կլիներ, եթե չծառային մեզ նույնպես այդ ծառայության հետևանքն է, որ մենք նույնպես հայտնվեցինք եկեղեցում, լսեցինք Աստծո խոսքը, ապաշխարեցինք, դարձի եկանք։ Եվ ծառայությունը իրականում օրհնություն է։ Գիտեք, Սաղմոսների գրքում մի հատված կա, որը կընթերցեմ, Սաղմոս 100 5 խոսք է շատ կարճ եւ ուզում եմ այդ 5 խոսքել ընթերցեմ։ Գոչեցեք Տիրոջը, ով ամբողջ երկիր։ Ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ, ցնծությամբ եկեք նրա առաջ։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստվածը, նա է մեզ արարել եւ ոչ թե մենք։ Մենք նրա ժողովուրդն ենք եւ նրա արոտի ոչխարները։ Նրա դռները մտեք գոհությամբ, նրա սրահները փառաբանությամբ, գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը, որովհետեւ բարի է Տերը եւ հավիտյան է նրա ողորմությունը եւ նրա ճշմարտությունը սերնդից մինչեւ սերունդ։ Սիրելիներ, երկրորդ խոսքի վրա եմ ուզում անդրադառնամ, որը որ ասում է ծառայեք Տիրոջը ուրախությամբ, ցնծությամբ եկեք նրա առաջ։ Գիտեք, ծառայությունը շատ հաճախ, երբ որ մտածում ենք ծառայության մասին, առհասարակ աշխարհում, երբ որ ծառայության մասին են խոսում, մի տեսակ ծանրություն է, մի տեսակ դժվարություն է, բայց հոգևոր դաշտում Տիրոջ համար ծառայությունը դառնում է արդեն ուրախություն եւ ցնծություն, որտեղ մենք ծառայում ենք Տերի Տիրոջը, Փրկչին եւ Արարչին մեր Աստծուն, եւ այդ ծառայությունը ոչ թե դժվարություն է, այլ ուրախություն է դառնում մեզ համար։ Սաղմոսների գրքում Սաղմոս 2 նկարագրում է, թե ինչպիսի ցնծությամբ եւ ուրախությամբ պետք է ծառայենք Տիրոջը, որովհետեւ բարի է նա եւ հավատարիմ։ Գիտեք, դժվար է Սաղմոսների գրքին անդրադառնալ եւ չխոսել Դավթի մասին։ Դավիթը, գիտեք, որ Իսրայելի երբեմնի ամենազորավոր թագավորն է եղել։ Նա այնքան զորավոր էր, այնքան ազդեցիկ էր նրա թագավորությունը, որ ամբողջ նրա հարևաններ, պետությունները, ժողովուրդները բոլորը ենթարկվում էին, բոլորին նվաճել էր եւ չկար նրա համար, ասես, ինչ որ մի արգելող հանգամանք։ Նա
անգամ այնքան էր զորացրել նրա կայսրությունը, որ եթե մենք ուզենանք համեմատենք մեր երբեմնի Տիգրան Մեծի ժամանակահատվածի ծովից ծով Հայաստան, երբ որ մենք ասում ենք պատկերացնում ենք Տիգրան Մեծի, նույնն էլ Իսրայելի ժողովրդի Դավիթ թագավորն է եղել։ Նա շատ հզոր թագավոր է եղել, բայց նրա սիրտը միշտ փափագում էր Աստծուն ծառայել։ Այդքան զորավոր, այդքան հզոր պետություն, բայց հպարտություն չկար նրա մեջ։ Նա ցանկանում էր Տիրոջը ծառայել նախանձախնդրությամբ։ Նա ցանկանում էր Տիրոջը ծառայել խանդավառությամբ։ Եվ երբ որ այդ թագավորությունը ինքը փոխանցում էր իր զավակին Սողոմոնին, առաջի մնացորդաց 28-րդ գլխի 9-րդ խոսքը այսպես է ասում. «Եվ դու որդյակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն եւ ծառայիր նրան, բոլորանվեր սրտով եւ հոժարական մտքով, որովհետեւ Տերը քննում է բոլորի սրտերը եւ նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածմունքները։ Եթե դու փնտրես նրան, կգտնես նրան, իսկ եթե լքես նրան, նա էլ քեզ կմերժի հավիտյան։ Հիմա տես, Տերը ընտրել է քեզ, որ մի տուն կառուցես սրբարանի համար, զորացիր եւ գործիր»։ Մենք գիտենք, որ հետագայում, երբ որ Սողոմոնը թագավորությունը ընդունեց եւ հետո Սողոմոնից հետո գիտենք, որ ինչպես բաժանվեց Իսրայելի ազգը եւ պատճառը որն էր, նրանք թողեցին Աստծուն ծառայելու ճանապարհը։ Նրանք բաժանվեցին Աստծուց, գնացին ուրիշ ճանապարհներով։ Գիտեք, Աստծուն ծառայելը նշանակում է պաշտել եւ երկրպագել Աստծուն։ Նրա խորհուրդներով եւ պատվիրաններով ապրել միայն նրա խորհուրդներով եւ պատվիրաններով ապրելը միայն մեր բարօրության, օրհնության համար է։ Մեկ հատված եմ ուզում ընթերցել Ելից 23-ի 25-րդ խոսքից, որտեղ որ արդեն Մովսեսն է փոխանցում խոսքեր։ Պաշտեք ձեր Տեր Աստծուն, եւ նա կօրհնի քո հացը ու քո ջուրը։ Ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը, քո երկրում վիժող եւ ամուլ չի լինի։ Ես կավելացնեմ քո օրերի թիվը։ Մենք տեսնում ենք, որ ծառայել Աստծուն նշանակում է երկրպագել եւ պաշտել Աստծուն։ Եվ Աստծո օրհնությունները Մովսեսը փոխանցում է մեզ մի շատ կարևոր սկզբունք, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, այն երկրների հետ, այն ժողովուրդների հետ, ովքեր որ պաշտում եւ երկրպագում են Աստծուն, ովքեր որ ծառայում են Աստծուն իրենց ամբողջ սրտով եւ իրենց ամբողջ խշմտանքով։ Գիտեք, Տեր Հիսուսը Հովհաննեսի ավետարանում իր աշակերտներին անվանում էր ոչ թե ծառայողներ, այլ բարեկամներ։ Մեկ այլ տեղ գրված է, որ դուք զավակներն եք Աստծո։ Գիտեք, դա չի նշանակում, որ մենք զավակներն ենք Աստծո, պետք է դադարենք Աստծուն ծառայել։ Հայր եւ որդի հարաբերություններ են ստեղծվում։ Եվ բնականաբար որդին պետք է ծառայի հորը։ Որդին պետք է հնազանդ լինի հորը։ Շատ հաճախ ծառայություն ասելով մենք պատկերացնում ենք եկեղեցին, եկեղեցու ներս, դա հավատքի մեջ ծառայության մի մասն է կազմում։ Գիտեք, ոչ միտեղ գրած չի, որ Տեր Հիսուսը միայն տաճարում էր ծառայում, միայն տաճարում էր բժշկություն անում։ Նա դուրս էր գալիս, շրջում էր գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, ամեն ժողովարան մտնում էր, ամեն տեղ Աստծո խոսքն էր քարոզում, ամենտեղ բժշկություններ անում։ Եվ դրանով երևում էր ծառայությունը, որ ծառայությունը ոչ թե միայն եկեղեցու ներսում է, այլ եկեղեցուց դուրսը։ Կարևոր ծառայությունները եկեղեցուց դուրսը, որտեղ պետք է համարձակորեն խոսենք Աստծո խոսքը, մեր վկայություններով, մեր դավանությունով, մեր օրինակներով, մեր փոխված կյանքով պետք է մարդկանց ցույց տանք, պետք է մարդկանց օրինակ լինենք, ծառայենք մարդկանց, որպեսզի
ճանաչեն ճշմարիտ Աստծուն։ Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ 45-րդ խոսք։ Որովհետև մարդու որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա։ Գիտեք, Տեր Հիսուսը մեզ փոխանցեց շատ կարևոր, այս խոսքի մեջ շատ կարևոր մի սկզբունք, թե ինչի համար նա եկավ եւ որն է նրա գալու նպատակը։ Նա եկավ, որպեսզի ծառայի մեզ, եւ նրա ծառայությունը մեզ փրկություն եղավ, սիրելիներ։ Նրա այրունով մենք փրկվեցինք։ Նա մեր մեղքերը, ինչպես Հովիվն ասեց, իր մարմնի վրա խաչափայտին գամեց, որպեսզի մենք մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Սիրելիներ, հորդորս է, որպեսզի յուրաքանչյուր մեկս ծառայության կարևորությունը, Աստծուն ծառայելու կարևորությունը դարձնենք մեր համար առաջնայինը եւ կարևորը։ Որովհետեւ Տերը մեզանից դա է ակնկալում, որ ինչպես մենք մեզ ծառայեցին, մենք լսեցինք, ապաշխարեցինք եւ փրկություն ստացանք, նույնպես էլ մենք լինենք մեր դիմացինի, մեր շրջապատու, մեր հարևանի համար ծառայող եւ դեպի Աստծուն ուղղորդող։ Տերը օրհնի ձեզ։